Բարև ձեզ, հարգելի գոլեգաներ։ Ներքին հիվանդությունների ամբիոնը բազան տեղակայված է Երևանի բժշկական կենտրոնում եւ ես գտնում եմ, որ դա մեծ առավելություն է ամբիոնի համար եւ ամբիոնի սաներն էլ դրանից բավականին մեծ օգուտ ունեն։ Երևանի բժշկական կենտրոնի հագեցվածության պայմաններում ուզած թե չուզած իրանք շփվում են նորագույն տեխնոլոգիաների հետ, շփվում են լավագույն մասնագետների հետ, որը նրանց իհարկե միայն օգուտ է տալիս։ Օրդինատորը այլևս ուսանող չէ եւ բոլոր այն օրդինատորները, ովքեր ընդունելության քննությունների ժամանակ հաղթահարում են ընդունվելու շեմը, ես նրանց ասում եմ բարի գալուստ, հարգելի գոլեգաներ, եւ նրանք առաջին իսկ օրվանից սկսում են իրենց գործունեությունը ինչպես բժիշկ։ Ես ընդհանուր թերապիայի առաջին կուրսի օրդինատոր Էլեն Մանուկյանն եմ։ Ընտրել եմ ընդհանուր թերապիա մասնագիտությունը, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր բժիշկ առաջին հերթին պետք է լինի լավ թերապևտ։ Սիրտ-թոքային բաժանմունքում մենք մեզ զգում ենք որպես բժիշկ, վարում ենք հիվանդներին, կատարում ենք միջամտություններ, ինչը հետագայում մեզ շատ է օգնելու կայանալ եւ ինքնուրույն արդեն վարել հիվանդներին որպես ինքնուրույն բժիշկ։ Ցանկացած ուսանող, որը ուզում է ունենալ ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ, ամբիոնը հրաշալի հնարավորություն է ընձեռնում ցանկացած ուսանողի, ով ուզում է զարգանալ, կրթվել, նորանոր գիտելիքներ ստանալ, ունենալ ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ։ Օր-օրի ամիս-ամիսի վրա տեսնում ենք օրդինատորների արդյունքները եւ այլևս ոչ թե վախենում, այլ հետաքրքրությունով են մոտենում ամեն հիվանդին, փորձում են յուրաքանչյուրը իր հերթին իր ախտորոշիչ մեթոդները առաջարկել, իր բուժական մեթոդները առաջարկել եւ պիտի ասեմ, որ մի քանի ամիս հետո արդեն կարծես նրանք հասկացել են, թե ինչպես պիտի վարեն հիվանդին, ինչպես պիտի բուժեն հիվանդին։ Մեր մոտից դուրս եկող օրդինատորը, եթե որևէ հիմնարկում պիտի աշխատի, նա կարծես մեր դեմքը լինի եւ ես վստահ եմ, որ հիմնականում ես բաց ճակատով եւ իմ գոլեգաները նույնպես բաց ճակատով պիտի ընդունեն, որ այո, նա եղել է մեր նախկին օրդինատորը։